Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք գյուղատնտեսության ոլորտից, իսկ իմ հյուրը գյուղատնտես Վարդան Էլիազյանն է։ Բարև ձեզ, պարոն Էլիազյան, շնորհակալ եմ շատ մեր հրավերն ընտրել։ Ես էլ եմ շնորհակալ։ Սկսենք եղանակային անակնկալներից, վերջերս եղանակը կարծեք թե անակնկալ մատուցեց մեզ, գյուղատնտեսության համար որքանով էր սա կարևոր այս ձյան տեղումները։ Տարվա այս եղանակին ձյունը շատ ցանկալի է գյուղատնտեսության համար, բոլոր դեպքերում ձյունը բերք բարիք է, ջրի պաշար է, ձյունը թույլ չի տալիս որ ծառերը ժամկետից շուտ ծաղկեն, բացի դրանից բոլոր դեպքերում դրական է եւ մարդու համար եւ բույսերի համար։ Այսինքն կարծում եք որ սա շատ պետք էր բնությանը։ Շատ անհրաժեշտություն էր։ Հա, թե չէ արդեն հոնինին, տխլենին, ծիրանենին, բանը արդեն ուզում են ծաղ նշենին։ Մի արդեն ուշացրեց ժամկետի ընթացքում կծաղկի։ Իսկ այս մինուսները չեն վնասի այդ process-ը։ Դրանք ցտադիմացկուն բույսեր են, չեն չտարվի։ Կոկոնը միջի մինուսին աշան դիմանում է։ Օրինակ եթե արդեն ուռած է։ Դե ծերանը հələ չի շարժվել, բայց հոնը, տխիլը նուշը արդեն ուռել է, բոբոժներ ուռչել են։ Ինչ եք կարծում, սրանից հետո էլի պետք են տեղումներ որ լինի, դեռ ժամկետի մեջ տեղավորվում ենք, չի վնասի։ Կանապես ես նկատել եմ ամեն տարի մարտի վերջին ձյունը գալիս է, ծտարություն լինում է, կամ ապրիլի սկզբին, հնարավոր չի։ Պետք է միշտ պատրաստ լինենք դրան։ Գյուղատնտեսության մասին խոսելիս կուզենայի նախ փորձենք մի փոքր գնահատական տալ Սյունիքում ինչպիսի պատկեր ունենք ոլորտի, ժամանակին ոլորտը բավականին զարգացած էր, խոսքը վերաբերում է հատկապես խորհրդային տարիներին, հիմա կարծեք թե հետընթաց է նկատվում, ինչու, եւ պատկերը ինչպիսին է նախ եւ խորհրդային տարիներին եթե չես խալում 13 սոխոս կողոզ է եղել սովետական միության ժամանակ, բոլորը ապահոված են եկել անհրաժեշտ տեխնիկայով, ունեցել են համապատասխան պահեստարանները, ունեցել են համապատասխան մասնագետները, ունեցել են համապատասխան ամեն ինչով ապահոված են եղել, ռոռոկման համակարգն նորմալ աշխատել, սովետը ասենք խորհրդային տնտեսությունը քանդվելուց հետո այդ ամբողջ համակարգը ոչնչացել է, բոլոր անասունները սեփականաշնորհել են, հետո դա ոչնչացվել է, ռոռոկման համակարգերը, օրինակ համանորոշենի կոմանձևացման համակարգ կար, հիմա չկա, կամ նույնիսկ Սյունիքում կար անձևացող համակարգեր, Եղվարդում կար ռոռոկման համակարգեր, այս պահին չկա, մի խոսքով հողերի երևի 90%-ը այդ տարիների մշակում էր։ Սովետական միությունը քանդվելուց հետո մեխանիզացիան համարյա ոչնչացրեցին, նոր տեխնիկան դեռ չի բայլարվում, դեռևս ձեռք չեք բերել համապատասխան տեխնիկա, ապահոված չէ, հիմնական պատճառներից մեկն դա է, որ լրիվ չեն վարում։ Հետո քանի որ արտոնաբերական հակարտնաբերությունը ուժեղ զարգացած ակապանում հիմնականում գյուղերը երիտասարդները սաղ երկերը ներգրավել են հակարտնաբերության մեջ եւ մեր հողերը մնացել են ամշակ։ Ամշակության պատճառներից մեկը նա է որ տեխնիկա չկան վարեն։ Հետո մեր գյուղացիները այս պահեդրությամբ մեծամասամբ շատ քիչ բերք են ստանում կամ ընդհանրապես չեն ստանում։ Պատճառը նա է որ չեն տերապետում ցանքի ժամկետներին, չկա ասենք սեմի լաբորատորիա, որ առաջ տանում են սեմի որակներ ստուգում, ցանքի ժամկետ, բանը ծլնակություն, մաքրություն, ծլման էներգիա։ Հիմա պատահական սեմեր են ցանում, առաջ էլիտային սեմեր են բերում ցանում։ Բացի դրանից պարատանյութերը ըստ պահանջի օգտագործում են հիմա իրանց ֆինանսը չի հերիքում, որ կարողանան ժամանակին պարատացնել, ժամկետում չեն ցանում, ժամկետում չեն հնձում, ցանկաշրջանառություն ամենակարևոր չեն կիրառում, ասինքն ցորենից հետո նորից ցորեն են ցանում, գարուց հետո նորից գար են ցանում եւ բեկհատողությունը անդադ ընկնում է եւ իրանք արդյունքում շահույթ չեն ստանում, վնասով են աշխատում, հետո հրաժարվում են ցանկերից, ու այդ ձևով անդադ ցանկատարությունները պակասում է։ Հետո բացի դրանից սովետական տարիներին կապանի տարածաշրջանում մեծ ուրեմն մելորատիվ աշխատանքներ էին կատարած, մեծ քանակով ուրեմն մոշուտները, թփուտները մաքրել էին, հողատարածքներ էին բացել, որ անտերության համաձայն հիմա որտեղ գյուղ գնաց, բանը չօգտագործելու պատճառով հողերի մի մասը արդեն մոշոտների, թփերի, նույնիսկ անտառի է վերածվել, որովհետև չեն մշակում։
ու այդ ձևով մենք անդադ հողատարածքները պակասում է։ Եթե թեմայից Գորիսը Սիսյանը խին շատ բան, որովհետև քանի որ դեռ աշխատանք չունեն մարդիկ, ասենք իրանց կոմբինատ չունեն, որ գյուղից փախին գնան դեղ, հիմնականում իրանք հետո իրանց տարածքները բանը մեծ տարածքներ ունեն, ընդարձակ իրանց տարածքները, ասենք մի մարդ օրինակի համար Սիսյանում մեր աշխատակիցը 100 հեկտար ծորեն է ցանում։ Իսկ մեր կապանում ամենաշատը կարող է 2 կամ 3 հեկտար ծորեն ցանեն։ Դե պարզ է ինչքան ծավալը փոքր է, այնքան եկամտաբերությունը քիչ է լինելու։ Այ, ավանդական գյուղատնտեսությունից հիմա նորագույն տեխնոլոգիաներով գյուղատնտեսության ենք փորձում անցում կատարել, բայց կարծեք թե այդ process-ը բավականին դանդաղ է ընթանում մեզանում, ի՞նչն է պատճառը։ Հիմա պաշտպանում, հիմա այս բանը մեղափանում ավանդականը չեն պաշտպանում։ Նոր տեխնոլոգիաների դման համար ցանկություն էլ չունեն։ Հիմա գնացել եմ բանում սեմինար եմ պարապում Աճանանում։ Հիմա հարցնում եմ, ասում եմ, ես ով է պամիդորի բեք ստացել։ Ասում եմ, ոչ մեկը չենք ստացել։ Ասում եմ, բա խնձորը ոնց, ասում եմ, սա քո սուտ է։ Ասում եմ, բա չեք մտածում, որ օրինակ պամիդորը ինչ անեք, որ բեք ստանաք։ Դուք սացիլը դնում եք, դուք խրացնում եք, դուք ամեն օր ջրում եք, վերջ բայց բեք չեք ստանում։ Ձեզ չի է տակում, բա ոնց անեք, որ բեք ստանաք։ Մեկը եթե դու չբուժես, դու գնալու ես ուրիշի բուժածը, նույն ավելի ուժեղ պարատա թույները, թունաքիմիկատներ օգտագործած, ուրիշի բանը, սիլիտայով մշակված պամիդոր առնես։ Դու չեք ուզում, որ ձեզ համար, ձեր չաչանքը գոնե չկորչի։ Ուզում ասեմ, անտարբեր են։ Հասկանալի է, դա հարցի մյուս կողմն է, հիմա դրան էլ կանդրադառնանք։ Բայց բոլոր դեպքերում իրանց էլի ուսուցանել եմ, ոնց անեմ, որ բեկստանը, ընդ որում հիմնականը շեշտը դրել եմ էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրության վրա, ասենք որ թունաքիմիկատներ չոն օգտագործեն, ասենք օգտագործեն կենսապատրաստուկներ, հիմա այտենց պատրաստուկներ կա, որ ասենք բույսին բուժում ես, բայց ինքը մնացորդային քանակներ չի մնում բույսի մեջ եւ բերքի մեջ եւ թունավոր չի, վնասակար չի մարդու համար։ Նույնիսկ այդ ցրսկելուց եւ կերեք հետո պիտանյա դառնում օգտագործան համար կամ այլ մեթոդներով, ինչպես միջատների դեմ պայքարենք, ասենք ֆորմոնային թակարդներ օգտագործեն, տալ եմ ցույց տվել դա ինչ է իրանց ներկայացնում, կամ թեկուզ մետնային սխտորով, սոխով, ոնց անեն, որ միջատներին դեմ պայքարեն։ Այսինքն գիտելիքի պակասը մեր թիվ 1 խնդիրն է այս ոլորտի համար։ Հիմնականում համար 1 խնդիրը դա է, ես զարմանում եմ, որ գնում եմ գյուղացիների համար սացել են բերում բաժանում, չես իմանում տնկի են բերում բաժանում, բայց ոչ մեկին չի հետաքրում, որ այս մարդը ի վիճակի չի մշակելու, այդ ծառը տալիս ես ինչ անես։ Ես որ ֆեմինական ասոցիացիայում աշխատում էի, տարեկան 2000 տնկի եմ տվել, մոտ 12 տարի աշխատել եմ, հաշվեք մի 20000 տնկի եմ տվել։ Բայց հիմա ոչ մի կապանցի խնձոր չի ծախում, ոչ մի կապանցի միգ չի ծախում, որովհետև տեխնոլոգիան մշակել չգիտեն, ոչ էլ ուզում են սովորեն։ Հատուկ են մարդիկ կա, որովհետև ես միշտ կապ ունեմ կապանցիների հետ։ Դե մարդիկ կա, որ հեկտարներով այգի են հիմնել, բայց քչերն են մշակում։ Հենց դգել են ձևի համար։ Եթե կապանից մի կողմ գնանք, էլի հանրապետությունում նորագույն տեխնոլոգիաներով այդ գյուղատնտեսության զարգացման միտումը ինչպես է գնահատում։ Խելացի անասնագոմերը կլինեն, ջերմոցները կլինեն, կաթիլային ռոռոկման համակարգիչները կլինի։ Նորամուծություն փորձում են էլի երկրում մտցնել։ Կապանում էլ կա, ասենք արդեն սկսել են դերնակ ես աճանանում տեսա, որ արդեն հակակակտային ցանց են դերած բանի այդ այգու վրա։ Տեսնում եք, կաթիլային ռոռոկում դետալներ վաճառում են, զգում են, որ հետաքրվում են, արդեն կամաց-կամացներ, այդ բնագավառը ոչինչ, արդեն շարժ կա այդ ուղղությամբ, որովհետև մի կողմից ազատում է գյուղացիները ջրելու հոգսից, մյուս կողմից էլ ջրուն է խնայում։ Աճանանում էլ ծրագրի շրջանակում որոշակի աշխատանքներ է կատարվել այդ ուղղությամբ, մի փոքր կմանրամասնեք այդ ինչ ծրագրի մասին էր խոսքը եւ ոնց եք վերահսկելու, որ ամեն ինչ իր նպատակին ծառայի։ 10 օր ուսուցանել եմ, գյուղացիները անկեղծ ասած լիարժեք մասնակցել են, համար 25 հոգի, ոչ մեկը չէր բացական, բոլոր դասերից էլ ներկա են եղել, հետմեծ հետաքրքրությամբ էլ մասնակցել են, բացի ուսուց անելը նաև ես վիդեոուրոկներ եմ ցույց տվել իրանց, որ ավելի տեսանելի լինի, բայց ցավոք սրտի ծրագրում չկա գործնական
բաժին չի նախատեսված, ասինքն գյուղացին, որ եկուս մշակության ժամանակ խնդիրներ հանդիպի, ինքնոց չի կարող լուծի, նա չգիտի ձևավորումը, ճիշտ է, ես ցույց եմ տվել, թե ոնց են ձևավորում, բայց նա չի կարող այդքան մի օրում հիշի այդքանը, կամ թե հիվանդությունը հայոց ձևի հիվանդություն կա։ Հիմա գյուղացին չի իմանալու դա ինչ հիվանդություն է, որ կարող բուժումը կազմակերպի։ Բոլոր դեպքերում օրինակ որ վիժնը որ կազմակերպել է ինքը գործնական պարապմունքներ է նախատեսած, ցավոք սրտի չի նախատեսած, ասինքն կարող այդ իմ ուսուցանը, եթե թորան ուսուցանել եմ, եթե պրասկա չսորացնեմ, արդյունքը լավ չի լինելու։ Ինչպես ասում են լավն է մեկ անգամ տեսնես, քան թե 7 անգամ լսես, տես մի խոսք է, չէ։ Դրա համար հաջորդ գոնե հաջորդ ծրագրերում ես խորհուրդ կտայի թեկուզ թո պակասացնեն, բաց գործնական ժամերը պետք է լինի, որ գյուղացուն կարողանաս ուսուցանես։ Ծրագիրը ԶՊՄԿ-ի ֆինանսավորման շրջանակում է իրականացվում։ Դե գյուղացիք ասեն ուրախ են, վերջը եկամուտի աղբյուր է, ձմռան ամիսներին, եթե ուրիշ բան չլինի, կանաչի կցանեն, ծախեն, կանաչն էլ ահագին էլ թանկ է, այս պահի դրությամբ կապանում ձմռան ամիսներին։ Դե հիմա իրանց ոչ մի ձմռան ամիսներին ոչ մի եկամուտ բան չունել, լրացուցիչ եկամուտ է, աշխատատեղ է, ցանկա մեծ լավ գործ են արել։ Հետո որակյալ ջերմոցները համարը 40 քառակուսի մետր է, ինքը որակյալ պոլիէթիլեն թաղանթող են պատել, կմախքը որակյալ է։ Ես օրինակ հավան եմ այդ ջերմոցները որակյալ ջերմոցները։ Մնում է լիարժեքի նպատակին ծառայել, արդեն գյուղացի։ Դե ինձ թվում է ոզենել չեն կարող քանդել, որովհետև բետոնը արված դրածախողի մեջ։ Չէ, քանդելու համար չէ, նկատի ունեմ նպատակային օգտագործվի, ինքը երկար տարիներ։ Հա, դե եթե եկամուտ ստանան պահել են, ամեն ինչը եկամուտի վրա է, ինձ տենց է թվում։ Պարոն Էլիազյան, խոսենք նաև այդ մշակաբույսերի տեսակներից, որոնք որ մենք արտադրում ենք։ Այսօր կան լիքը բույսեր, որոնք որ մեծ պահանջարկ ունեն, ասենք օրինակ դրսի երկրներում, բայց մենք կարծեք թե ֆիքսվել ենք մի քանի այսպես կետերի վրա՝ պոմիդոր, լոլիկ, սմբուկ եւ այդ ավանդական է, էլի, ոչ ավանդական մշակաբույսերի որ տարածված չկա, օրինակ Իմբիրը, հա։ Դե մեր մոտ էլի լավ կա, ինքը թանկարժեք է, կամ թեկուզ բուրիկոլի կաղամբը էլի թանկարժեք է, մինչև 700, 1500 դրամ, սորական կաղամբը 200, 150 դրամ, նույն մշակությունն է։ Կարան դրանից մշակեն, կամ օրինակի համար կապանում, հիմնականում մշակում է ցորեն գարի։ Կարան դրան փոխարեն ցանել ոլով, կարող են ցանել ոսպ։ Հիմա նույն բանը ցանկ ավելի քիչ սերմա օգտագործում, նույն կոմբայնով կարան հնձեն միայն այդ տարբերությամբ, որ պիտի մաղերը կակավորի, ասենք թմբուկատակ, ասենք մասնագետա, պետք որ կարողանան բերքը հավաքեն, հետո զտեն, ասենք ցորենի կիլոն 80 դրամ, ոսպի կիլոն 800 դրամ։ Համարյա բերքատվությունը շատ քիչ է տարբերվում։ Իսկ ինչ մի քանի քայլեր կառաջարկեք անենք ավելի զարգացնելու համար ոլորտը։ Դե օրինակի համար մի ուրիշ բան ասեմ, օրինակի համար մեր ցանկացած մարդով որ աշխատում է, ստաժը հաշվում թոշակ է ստանում։ Այդ գյուղացին իր հողամասում աշխատում է, հետո եթե դարի 80-90 տարեկան թոշակ չստանում, ինչով պետք է ապրի, ոչ էլի վիճակի հող մշակի։ Երեխա չունի, օրինակի համակարգ երեխաները են ուրիշ թե ինչ պետք է անի։ Այդ գյուղացին մի բան էլ է, որ դա ստաժ չեն համարում։ Նախկինում ստաժ էին համարում, ասենք մենք սոցիալական վճար, որ սեփական շնորհը գնաց, մենք սոցիալական վճար էինք տալիս, հետո ստաժ էին համարում, հետո հանեցին դա։ Դե ես գտնում եմ որ դա Բայց կարծեմ թե որ նոր այդ փոփոխությունը կա, ոնց որ կարծեք թե արդեն փոխություն են արել այդ ուղղությամբ։ Պետք է ասենք հողի հարկի հետ միաժամանակ մենք պետք է սոցիալական հարկել վճարի գյուղացին, որ եկո ստաժ համարի կարողանա թոշակի գնա։ Թե չէ ստացվում է ինքը անապահով վիճակ է դառնում, թոշակը տարիք է հասնում, իր տարիքի քաղաքի բնակիչը ստանում է, ինքը չի ստանում։ Բայց ինքն էլ աշխատել է։ Բայց քայլեր արվել են, նոր փոփոխություն նորից կա այդ ուղղությամբ։ Ես չգիտեմ, միգուցե եթե կողջունեմ, եթե այդպես բան լինի։ Առաջին խնդիրը դա իրացման խնդիր է։ Եթե իրացման խնդիր լինի,
մրցույթ ասենք մցակցային կլինի գյուղատնտեսություն, ասինքն ես որ իմանամ օրինակի համար խնձորի մշակությամբ եմ զբաղվում, իմ հարևանս խնձորը 400 դրամով է ծախում, ես 200, ես էլ եմ աշխատելու, ինձ անեմ այն սոր դնեմ, այս մշակություն անեմ, որ ես էլ կարողանամ թանկ ծախեմ, իմ խնձորս էլ լինի որակով, բայց քանի որ սեփական արտադրությունը անձնական կարիքների համար շարժվածություն չկա, որ ես արտադրությունս ավելացնեմ կամ որակյալ մթերք արտադրեմ, Ղապանում չկա մեկը որ ասենք իր խնձորը կամ իր պամիդորը, իր կարտոշկան, ես ինչ որ գյուղատնտեսական մթերք տենց փորը գնա պարսի տանի չկա, այդքան բազա չկա։ Այսինքն իրացումն է խնդիրը, գիտելիքն է խնդիրը, տեխնիկան է խնդիրը, ջրային համակարգն է խնդիրը եւ ամենագլխավորը ցանկությունն է ամենագլխավորը։ Ես 3 բան կշեշտեմ, առաջինը դա մեխանիզացիա խնդիրն է, յոգորտը գիտելիքի խնդիրն է, ռոռոկման խնդիրն է կարևոր, եւ ցանկությունն է կարևոր։ Եթե ցանկը ինչքան ուզում ես դու իրան գիտելիք ասա, եթե ինքը չի ուզում սովորի, հետո պիտի շագրվի, որ ինքը սովորի։ Այսինքն պիտի շարգորություն ունենա, այսինքն իզուլտը սովորում է, ինչ ան է, որ իր արտադրած ապրանքը գնորդ չկա։ Պիտի գնորդ լինի, որ ինքը շագրվի որակով արտադրի, ամենակարևորը։ Հետո գյուղ մասնագետներն էլ ամբողջ կապանում հաշվի որ գյուղատնտես չկա, որովհետև ես սննդամթերքի անվտանգությունում աշխատում էի, ինձ դուրս գալուց հետո արդեն 4 տարի անցել է, մարդ չեն ջարում որտեղ տանեն, չնայած նորմալ աշխատավարձ են տալիս, լավ գործ է, բայց մարդ չեն ջարում որտեղ տանեն գործի դնեն։ Գյուղինստիտուտը մագարային համալսարանում ագրոֆակում ձրի բանը առանց վարձի գնում են սովորելու, պետպատվերի շրջանում, բայց մարդ չի գնում դե սովորել, որտեղ հերանեկար չկա, աշխատատեղ չկա, հետո գյուղատնտեսները շատ քիչ են ստանում։ Գյուղատնտեսը դա շարժիչ ուժն է, դա լոկոմոտիվն է գյուղատնտեսը, նույնն էլ անասնապահության մեջ զոոտեխնիկան ու անասնաբուժն են, չկան դե հիմա չկա ինքնաբուխ գյուղատնտեսություն կլինի։ Մենք ոչ մի նոր բան չունենք, ոչ թազա նոր սորտ ունեն, ոչ հացատիկ ունեն, ոչ բանջարեղեն ունեն, ոչ մտրի ունեն, ոչ մի տեսակի զարգացում չկա։ Ինչ որ կա է նախկին սովետական միությունից մնացած։ Շնորհակալություն։ Կարևորի մասին հաղորդաշարների եթերում այսօր մենք խոսեցինք գյուղատնտեսության որոշ խնդիրներից, իսկ իմ հյուրը գյուղատնտես Վարդան Էլիազյանն էր։ Հաջողություն։